Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 16։ Ամբարիշտները դժոխքի մեջ պիտի ետ դառնան, և ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն։ Սաղմոս 9-րդ գլուխ 17-րդ խոսք։ Ամբարիշտ մարդու հոգին երբեք ճշմարտապես չի ըմբռնել և չի վայելել փրկագնման խորհուրդը, ոչ էլ երախտագիտությամբ ընդունել է իրեն առաջարկվող փրկչին։ Նա չի հափշտակվում փրկչի սիրով և չի ցանկանում ենթարկվել նրան որպես իր հոգու բժշկի, որպեսզի ազատվի իր մեղքերի թե մեղավորությունից և թե իշխանությունից և վերականգնվի Աստծո առաջ, այլ նրա սիրտը անզգա է այս անասելի բարերարության հանդեպ և ամբողջովին հակված է մերժելու այն բժշկարար միջոցները, որոնցով պետք է վերականգնվեր։ Թեև նա կարող է ցանկանալ մարմնապես կրոնավոր լինել, սակայն երբեք չի հանձնում իր հոգին Քրիստոսին, ոչ էլ ենթարկվում է նրա խոսքի և հոգու շարժմանը ու առաջնորդությանը։ Իսկ դարձի եկած հոգին, զգալով իրեն կործանված մեղքի պատճառով, գիտակցելով, որ կորցրել է իր խաղաղությունը Աստծո հետ, իր երկնային հույսերը և գտնվում է հավիտենական կորստյան վտանգի մեջ, երախտագիտությամբ ընդունում է փրկագնման բարի լուրը և հավատալով Տեր Հիսուս Քրիստոսին որպես իր միակ փրկչին, ամբողջովին հանձնում է իրեն նրան որպես իր իմաստություն, արդարություն, սրբագործում և փրկություն։ Նա ընդունում է Քրիստոսին որպես իր հոգու կյանքը, ապրում է նրանով և դիմում նրան որպես բալասան յուրաքանչյուր վերքի համար, հիանալով Աստծո իմաստությամբ և սիրով մարդու փրկության այս հրաշալի գործում։ Կարճ ասած, Քրիստոսը հավատքով բնակվում է նրա սրտում և այն կյանքը, որ նա այժմ ապրում է Աստծո Որդու հանդեպ հավատքով, ով սիրեց նրան և իրեն մատնեց նրա համար։ Այո, այլևս ոչ այնքան նա է ապրում, որքան Քրիստոսը նրա մեջ։